Ողջույն բարեկամներ, ուզում եմ ասեմ, որ ապրիլի 27-ին այս կիրակի, արդեն Երևանում կիրակի օրը մեզ մոտ դեռ մենք շաբաթօր ենք, ամեն դեպքում կիրակի օրը Նյու Յորքում Times Square-ում ժամը 1:30 սկսվելու է հավաքհանդիպում Ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ։ Ես այնտեղ եմ լինելու, այնպես որ Նյու Յորքի եւ հարակից շրջանների ընկերներին հրավիրում եմ հանդիպման, տեսնենք ինչ միջոցառում է նախապատրաստվել այս համար, ովքեր են լինելու, խոսքով կարծում եմ մեր բոլորի մասնակցությունը վաղվա այդ միջոցառման համար կարևոր է։ Մենք էլ Նյու Յորքում ցույց տանք, թե ինչ ունենք ասելու Հայաստանի ցեղասպան եւ ուրացող իշխանություններին։ Մյուս նորությունը, որ ուզում եմ ասեմ, ընկերոջիցս իմացա, որ Արտակ Բեգրարյան անունով Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպանը 2 օր առաջ Նյու Յորքում էր, տեսա, որ Կոլումբիայի համալսարանում հանդիպում ուներ, պարզվում է էլի կիրակի օրը Կոննեկտիկուտում տեղը չեմ հիշում, արդեն ջուրելի հանդիպում ունի, սա ինչու եմ ասում, որովհետև երբ որ ես ընկերոջիցս իմացա, որ հանդիպում ունի, որտեղ զանգեր հրավիրել էին, որպես ակտիվ մարդ, ակտիվ քաղաքացի, բայց հետաքրքիր է լսել, հրավիրողները խնդրել են, որ հանկարծ մեր ընկերը չվիճի Արտակ Բեգլարյանի հետ, այսինքն ոչ ականջահաճո հարցեր հանկարծ չտա։ Ընկերս էլ ասել է, եթե ես պետք է հարցեր չտամ, գալիս եմ ինչ անեմ։ Այս պատմության մեջ ամենաշատը գիտեք ինչ ինձ բան արեց, նեղացրեց եւ հիասթափեցեց, որ առ այսօր նույն մեխանիզմն է, նույն բանը, անկախ նրանից ում հետ է հանդիպումը, կանչում են, ասում են հանկարծ նես չլինի, էլի, որ անհարմար հարցեր տակ կամ վեճ լինի, այսինքն եթե գիտեք պոտենցիալ մարդը գիժ է, պետք է գա կռիվանի, չեք զանգում, հա։ Եթե դուք հրավիրում եք հանդիպման, բնականաբար մարդը կարող է եւ հարցեր ունենալ, չէ՞, մանավանդ Արտակ Բեգլարյանին։ Օրինակ ես մի հատ հարց պետք է տայի ընդամենը։ Ձեր ադալցը ձեր դուրն եկավ։ Այդքան բան, որ տեսան ոնց է արդարանում, ամբողջ 9 ամիս, ասենք միջազգային խաղապահ չպահանջելը, պատերազմից